Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ։ Այսօր ուզում եմ ձեզ համար պատրաստել մի շատ համեղ թխվածքաբլիթներ, որոնք լինելու են նարինջով։ Շատ համեղ է եւ շատ այսպես արագ պատրաստվող։ Ուրեմն մեզ հարկավոր է ալյուր, կարագ, թթվասեր, փխրեցուցիչ, մեկ կես թեյի գթալ փխրեցուցիչ, մեկ թեյի գթալ վանիլի, մի փոքր աղ, մեկ ձու, իսկ միջուկի համար մեզ հարկավոր է շաքարավազ, եգիպտացորենի օսլա եւ երկու ոչ շատ մեծ նարինջ։ Ուրեմն սկսենք, անցնենք գործի։ Ուրեմն մեզ հարկավոր է կարագը ալյուրի հետ խառնել, այսինքն ոչ թե խառնել, այլ փշուր դարձնել, այսպես ասած։ Սա անելու ենք ձեռքով, որպեսզի ավելի արագ ստացվի։ Կարագը կարող եք եւ սառը վերցնել, սառնարանի նկատի ունեմ, եւ սենյակային ջերմաստիճանի։ Սիրելիներս, ասեմ, որ շատ համեղ թխվածքաբլիթներ են եւ շատ արագ են պատրաստվում, այնպես որ չեք ձանձրանա։ Եվ հուսով եմ, որ անպայման ձեզ դուր կգա։ Ձեռքով վերացում ենք կարագն ու ալյուրը այսպես փշուրի։ Այսպիսի փշուր ենք ստանալու։ Ավելացնելու ենք հիմա փխրեցուցիչը, աղը եւ վանիլինը։ Մի փոքր խառնում ենք։ Ավելացնելու ենք հիմա թթվասերը, մեզ երկու լիքը ճաշի գթալ թթվասեր է հարկավոր։ Բաղադրատոմսը անպայման կթողնեմ բաղադրատոմսերի բաժնում։ Եվ ավելացնում ենք մեկ ձուն, արդեն ես մի փոքր հարեցի։ Սիրելիներս, նորից ձեռքով եմ խառնելու հիմա։
Ուրեմն ստացել ենք այսպիսի խմոր, տեսեք։ Մի փոքր սեղանը ալյուր ենք անում և հունցում ենք խմորը։ Շատ փափուկ, ենթարկվող խմոր ենք ստացել։ Սիրելիներս, ասեմ, որ ես 1 բաժին եմ արել, 21 բաժին է, իսկ դուք կարող եք 2 բաժին պատրաստել, 3, եթե ընտանիքը մեծ է, որովհետև 1 բաժինը շատ փոքր չափաբաժին է։ Ուղղակի արագ լինելու համար ես 1 բաժին պատրաստեցի։ Տեսեք, այսպիսի փափուկ, փափլիկ, լավ խմոր ենք ստացել։ Հիմա մեր փափլիկ խմորը տեղավորում ենք տոպրակի մեջ և թողնելու ենք սառնարանում 20 րոպե, ուղղակի սառնարանում, ոչ թե սարսափուցիկում, 20 րոպե։ Հիմա անցնենք միջուկին, ուրեմն ես ունեմ այստեղ, տեսեք 2 նարինջ, օսլա, եգիպտացորենի և շաքարավազ, այս ամենը պիտի եփենք միասին, իհարկե նարինջները ես կմաքրեմ և պիտի անցկացնենք բլենդերով, այսինքն պիտի աղանք, մանրացնենք մեր նարինջը առանց կեղևի։ Սիրելիներս, ուրեմն վերցնելու ենք հարմարավետ աման, որով մենք կարող ենք եփել մեր միջուկը և մեզ հարկավոր է 1 նարնջի կեղևը քերած, միայն 1 նարնջի։ Այսպես։ Սիրելիներս, ուրեմն այստեղ ամանի մեջ ես քերել եմ 1 նարինջի քերուկը, այստեղ 1 նարինջի քերուկ է, 2 լիքը ճաշի գդալ օսլան է եգիպտացորենի, ավելացնում ենք, այստեղ 2 արդեն մաքրած նարինջը բլենդեր եմ արել, նորից ավելացնում ենք այստեղ, այսպես խառնում ենք, և ավելացնում ենք շաքարավազը, 100 գրամ մեզ շաքարավազ է հարկավոր։ Ուրեմն այս բոլորը մենք եփելու ենք, կրեմի նման եփելու ենք, ինչպես ենք եփում եփովի կրեմը։ Եփելու ենք և արդեն պատրաստ լինելուց ես ուղղակի պիտի խառնենք այնքան, որ ստանանք խիտ զանգված, արդեն կրեմի նման եփված լինի։ Եփեմ վերջացնեմ ու միանամ ձեզ։ Տեսեք, այսպիսի զանգված ենք ստանալու, սիրելիներս, ես ընդամենը խառնեցի 7 րոպե և արդեն պատրաստ է մեր միջուկը։ Հիմա պիտի թողնենք, որ սառի, սենյակային ջերմաստիճանի հասցնենք, բավական է արդեն, վերջ։
Սիրելիներս, ուրեմն մեր պատրաստի միջուկը արդեն դատարկում ենք մի հարմարավետ ամանի մեջ, որպեսզի որքան հնարավոր է շուտ սառի։ Տեսեք, այսպիսի միջուկ ենք ստացել։ Ուրեմն կրեմը ծածկելու ենք թաղանթով։ Տեսեք, պես ենք ծածկում, որ կպնի, որպեսզի գեղև չառաջանա։ Տեսեք, այսպես կրեմի նման։ Այսպես, և թողնելու ենք սառի արդեն։ Սիրելիներս, արդեն պատրաստ է մեր միջուկը, սառել է։ Տեսեք, այսպիսի պինդ, լավ միջուկ ենք ստացել և շատ համեղ։ Ուզում եմ ձեզ ասել, սիրելիներս, որ այս միջուկը հրուշակագործների լեզվով ասած քուրդ է կոչվում, քուրդ։ Եվ ներողություն, և սա վաճառում են իրականում, վաճառում են շատ փոքրիկ այսպես ամանների մեջ, տարաների մեջ և բավականին թանկ։ Իսկ ինչու մենք թանկ գնենք, եթե շատ հեշտ է և մատչելի պատրաստել տնային պայմաններում։ Այսպես, սիրելիներս, հիմա ես արդեն խմորը բաժանել եմ երկու մասի, տեսեք, այսպիսի երկու կտորներ ենք ստացել մեր խմորի և արդեն բացելու ենք և ձևավորենք մեր համեղ թխվածքաբլիթները, այսպես։ Բացելու ենք կլոր 30 սանտիմետրանոց դիամետրով, այսպես ասած։ Հիմա չափենք, որպեսզի դուք ինքներդ էլ համոզվեք, թե ինչ չափի ենք բացելու մեր խմորը։ Տեսեք, այստեղ 26 է, ևս մի փոքր բացենք և սկսենք արդեն կտրտելը։ Աշխատեք, որքան հնարավոր է հավասար բացել։ Փորձենք նորից, չափենք։ Ուղիղ 30, տեսեք։ Այսպես։ Մի փոքր էլ հավասարեցնեմ և սկսենք։ Ուրեմն բաժանելու ենք 8 մասի։ Այսպես։
Մի փոքր էլ դնենք։ Տեսեք ինչպես ենք ձևավորելու։ Ուրեմն մի փոքր առաջ ենք բերում, տեսեք այսպես։ Հիմա այսպես վրա ենք բերում և փաթաթում ենք արդեն, տեսեք։ Վերջ։ Ինձ թվում է երևում է ձեզ, այսպիսի, փոքրիկ ռուլետիկներ ենք ստանում, այսպես ասած։ Այսպես։ Ես շարունակեմ, որպեսզի դուք չձանձրանաք, արդեն իմացաք ինչպես է լինում, ես արագ-արագ պատրաստեմ ու վերջում ցույց տամ։ Ավարտեցի ես ու տեսեք այսպիսի տեսք ունեն մեր թխվածքաբլիթները, ուրեմն սկսելուց առաջ ես արդեն ջեռոց միացրել եմ 180 աստիճանի տակ ենք թխելու վերև ներքև ռեժիմով, վրան ոչինչ չենք քսելու, որովհետև վերջում պիտի շաքարի փոշի լինի, այդ պատճառով ձու չենք անելու։ Սիրելիներս, պատրաստ են արդեն մեր թխվածքաբլիթները գեղեցիկ, ուրեմն շաքարի փոշի ենք անելու։ Այսպիսի տեսք ունեն մեր թխվածքաբլիթները, տեսեք, շատ լավ եպված ու շատ փափուկ, արտակարգ փափուկ և իհարկե շատ համեղ։ Հիմա ես մի հատը կկիսեմ, որպեսզի դուք դեռ տաք է իհարկե, որպեսզի դուք տեսնեք ներսում ինչպես է իրեն դրսևորել, ինչպես է եպվել մեր միջուկը։ Տեսեք ինչ գեղեցիկ միջուկ ունենք և շատ համեղ, շատ փափուկ, շատ համեղ է սիրելիներս, ոչ շատ քաղցր և այսպես մի տեսակ համը ամբողջովին տվել է նարինջը և շատ համեղ է ստացվել։ Սիրելիներս, խնդրում եմ դուք էլ պատրաստեք, տեսքն էլ տեսնում եք ինչքան գեղեցիկ է ու կարծես խորհրդավոր լինի, թե արդյոք ինչ է մեջը։
միջուկը ինչ է։ Այսպես շատ շնորհակալ եմ ձեզանից, իմ շատ սիրելի հետևորդներ, այսպես համախմբված կերպով բոլորը դիտեցիք, որքան ջերմ ու սրտանց հարազատ գրառումներ թողեցիք ինձ, անսահման շնորհակալ եմ սիրելիներս, շատ շնորհակալ եմ բոլոր ինձ նոր միացող հետևորդներին, որոնք շատ արագ միանում են, ինչու՞ չէ նաև մեկնաբանություններ են թողնում, որոնց անունները ինձ բոլորովին ծանոթ չէ, բայց ես շատ մեծ հաճույքով կարդում եմ եւ պատասխանում եմ։ Շատ շնորհակալություն սիրելիներս, ինձ թվում է ձեզ դուր եկավ, դուք կպատրաստեք անպայման, որովհետեւ շատ համեղ մորեղեն է։ Սիրում եմ բոլորիդ, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։